Մարդկանց համբավի հեղինակության նկատմամբ ուղղակի ոտնձգություն կատարող ոչ այդպիսի հարց գոյություն չունի։ Ակնհայտ անհեթեթությունների համար դատի չի տալիս վեհապարը։ Վեհապարը այդպիսի մոտեցումներ չունի եւ եկեղեցին առհասարակ նման մոտեցումներ չի ողջունում։ Իսկ որ ասում եք հատել է կարմիր Հայ եկեղեցին պատրաստ է այն ամենին ինչ ակնկալում է ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանը ավանդավորներից վստահորելու եւ եկեղեցու դեմ գրող է լինելու։ Եկեղեցին այդ դեպքում երբ որ փոխեն գրոհել մայրաքորը, ինչի է պատրաստ, ինչ անելու։ Գոյություն ունեն իրավական գործիքակազմեր։ Իհարկե, ես հույս ունեմ, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, որովհետեւ դա ռիսկ է պարունակում իր մեջ կոնկրետ որոշակի բախումների, ֆիզիկական բախումների, հույս ունեմ, որ այդպիսի քայլ չեն անի, բայց փառք Աստծո կան իրավական գործիքակազմեր, ցավում եմ, որ պիտի նաև այդ անպտուղ գործողությունների մեջ ներքաշվենք, բայց կան գործիքակազմեր, որոնք ամբողջապես կկիրառվեն։ Կուսակցության ուխտը խախտելու հարցի վերաբերյալ եկեղեցականներն ասում են, որ սա պետք է քննարկվի եկեղեցու ներսում։ Այսինքն կա նման բան, որ պետք է քննարկվի, թե չկա։ Այսօրվա Հայաստանում ստեղծված կացության պատճառը բացարձակապես կուսակրոնության ուխտի խախտումը չէ։ Բոլոր նրանք, ովքեր որ շեշտադրում են կատարում կուսակրոնության ուխտի կատարման խախտումների վերաբերյալ, պետք է մեկընդմիշտ հիշեն։ Հայաստանում գոյություն ունեն ծանր լրջագույն մարտահրավերներ եւ բացարձակապես կուսակրոնության ուխտի հետ առնչված խնդիրը դրա հետ չի առնչվում։ Ուրեմն զուր տեղը թե որոշ մարդիկ եկեղեցական բարեփոխիչի պատմության չհակնեն, կլինեն դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ կամ սովորական քաղաքացիներ։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչի հանգեցրեց։ Շատ շնորհակալ ենք եկեղեցին բարեփոխելու իրենց ցանկությունից, եթե նման բարեփոխիչներ մենք ունենանք եկեղեցում, ցավում եմ, որ այլևս բարեփոխելու ոչինչ չի մնալու։ Այդ բարեփոխիչները թող իրենց բարեփոխեն։ Սրբազան հայ, Փաշինյանը մի այսպիսի զգուշ արտահայտություն է անում իր գրառումներով։ Ես որպես հավատավոր եմ սա ասում, ես որպես հավատացյալ, այսինքն նա հրաժարվում է ցույց տալ, որ որպես կոնկրետ օրենսդրությամբ կաշկանդվածություն եւ սահմանափակումներ եւ ոչ էլ առավել եւս որպես հավատացյալ, եթե ինքը անգամ հավատացյալ է, ինքը նման իրավասություններ չունի։ Հավատացյալը եկեղեցու հետ կապված հարցերը հանրային քննարկումների միջոցով չէ, որ պետք է կարգավորի։ Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, թե ինքը արդյոք ընդամենը նոմինալ հավատացյալ է եկեղեցու, թե իրապես ներգրաված է եկեղեցական կյանքում։ Ես դժվարանում եմ ասել, կդժվարանամ նաև նշել մի քահանա, մի եկեղեցական, որը վկայություն կտա իր օրինապահ հավատացյալ լինելու մասին։ Կդժվարանամ ուղղակի նշել։ ինը երկել է եկեղեցում, եթե ես չեմ սխալվում Աննա Հակոբյան։ Այդպիսի տեղեկություններ տարածվում էին, ու իհարկե դա հավատացյալ լինելու մասին շատ համոզիչ փաստակ չէ։ Հիմա գիտեք, Վասակ Սյունին էլ եկեղեցական կյանքում ինչ որ ներգրավվածություն ժամանակին ունեցել է, բայց դա արդարացում չի կարող լինել նրա հետագա գործողությունների որ ասում եք արդեն հատել են բոլոր գծերը եւ այլևս առողջ քննարկումների տեղ չեն թողել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այլևս առողջ բանավեճի տրամաբանություն գոյություն չունի, երբ որ բանավեճը վերածվում է, երբ որ խնդիրների քննարկումը վերածվում է անձնական վիրավորանքների, բուն խնդրի հետ չառնչվող նյութերի արծարծումների, նշանակում առողջ բանավեճի որևէ դաշտ գոյություն չունի։ Ինչ է նշանակում մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ դիտարկումներ անել։ Անկախ դրանից դրանք ճիշտ են կամ սուտ են։ Ըստ էության մարդկանց անձնական կյանքում տեղ գտած այդպիսի թերություններն են այսօր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների պատճառը։
Ես քիչ առաջ ասացի, մենք Արցախը Պաշտոնյանի ասածը ճշմարտությունն է։ ոչ, ես ասում եմ անկախ նրանից դա ճիշտ է թե սուտ է, նման իրավասություն ոչ ոք չունի։ Կուսակրոնը եւս որպես անձ օգտվում է իր անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքից։ Եթե մենք չենք արձագանքում, դա չի նշանակում, որ ճիշտ է։ Իհարկե ճիշտ չէ, դա սուտ է։ Անհեթեթություն է։ Դուք կարծում եք, դուք չեք այն հաջորդ թիրախը, որի մասին այսպես տողատակերով ակնարկում է, որ այս սրբազանների ևս, որովհետև Գիտեք ինչ, լինել թիրախ մի իշխանության, որը երկիրը հասցրել է կործանման, դա միայն պատիվ է բերում որևէ անձի։ Ես կարծում եմ բոլոր այն անձերը, ովքեր այս իշխանության ընթացքում թիրախ չեն եղել, գալու է ժամանակ եւ մեծապես ափսոսելու են։ Որովհետև ամեն դեպքում մեկնաբան եք, հա, ձեր նորվա ասածը, որ տարընթերցումներ չլինի, որ ասեցիք դա սուտ է, ինչին եք վերաբերում։ չեմ հիշում, ինչի մասին հարցրեցիք, ասեցի։ Գիտեք ինչ, այդ թեմային դուք նորից ես ինչ որ խոսում եմ, ես փորձում եմ բացատրել, որ պետք չի տրվել այդ սադրանքներին, այդ օրակարգերին։ Դուք նորից պտտվում եք նույն հարցին գալիս եք։ Եղբայր, ինչ կապ ունի այդ հարցը այսօրվա մեր իրականության հետ։ Ես թեքվեմ ձեր դուք ամուսնացած եք, հիմա ես կարող եմ ձեր սեռական կողմնորոշման մասին հարցեր ուղղել ձեզ։ Կոռեկտ է դա։ Բայց ես սեռական կողմնորոշման մասին տալիս։ Չէ, ես կարող եմ այդպեսի, դա անձնական բնույթի հարց է։ Անձնական բնույթի հարցերը անկախ նրանից ով է բարձրացրել, չի կարելի տալ։ Եվ չի կարելի տալ, չի կարելի կրկնել, եթե մի հիմար մի բան ասել է, չպետք է դառնալ երկրորդ հիմարը կրկնել այդ հիմարությունը։ Սրբազան եկեղեցում համոզմունք կա, որ այս process-ում ամեն դեպքում իշխանությունը հաջողության չի հասնի։ Գիտեք, ես չեմ կարող մարգարեություններ անել, բայց դրա համար բավարար է ընթերցել եկեղեցու պատմությունը եւ այն բոլոր մարդկանց պատմությունը, որոնք որ հակառակվել են եկեղեցու հետ։ Իսկ նպատակը ո՞րն է այնուամենայնիվ ձեր կարծիքով։ Դուք եպիսկոպոսած դասով բնականաբար հանդիպումներ, քննարկումներ ունեցել եք։ Ամուր է վեհապար, որ կամքը եւ ընդհանրապես ձեր պաշտպանության, եկեղեցու պաշտպանվելու բացի հանրությունից, հոտից, բացի կանոնակարգից ուրիշ ինչ միջոցներ կան, որովհետեւ մենք երեք Մոլդովայի խայտարակ տեսարանը տեսանք, թե ինչպես են քահանային ոստիկանները շփոթում այն կողմ միայն այն պատճառով, որ նա ԼԳԲՏ փառատոնի դեմ դուրս եկած քաղաքացիներն են միացել։ Դուք հասկանում եք, չէ՞, որ գրեթե նույնանում են տարբեր երկրներում այս արշավների ձեռը։ Եկեղեցին պաշտպանված է իր հոգևորականներով, իր հավատացյալներով, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, այդ թվում լրագրողներ, այդ թվում իրավաբաններ, բժիշկներ, տնտեսագետներ, հասարակական քաղաքական գործիչներ։ Վերլուծել եք նպատակը ո՞րն է իշխանության, լավ ինչ են ուզում տեսնել։ Չգիտեմ, ես ընդհանրապես իրենց արածների մեջ որոշակի տրամաբանություն չեմ տեսնում։ Ակնհայտ է, որ ձախողումներ են լինում դրանց հետևանքում։ Բայց տրամաբանությունը, նպատակը ինչը չեմ կարողանում հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը կարծես էլ ստատուսներ չի գրում, միգուցե վախեցել է, հետ է կանգնել այս ամենից։ Հերթով, հա? Չգիտեմ։ Մի այսպիսի հարց է բազանել։ Նիկոլ Փաշինյանը իր գրառումներում վերջին հատկապես գրառումներում անդադ շեշտում է, որ պետք է կաթողիկոսական նոր ընտրություններ լինեն եւ ասում է, որ պետք է գործուն Ինքը չի որոշում դա։ Գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով, եկեղեցական բարձրագույն մարմիններ, իրենք են որոշում։ Նոր քիչ առաջ ասացի, ոչ վարչապետի իբրև, ոչ էլ իբրև եկեղեցու հավատացյալ, եթե անգամ ինքը հավատացյալ է, որի վերաբերյալ ես լուրջ կասկածներ ունեմ, ինքը նման իրավասություն չունի։ Սրբազան առաջացրել հայրասողիկի գրառումը Արայիկ Հարությունյանի մասին նշել էր, որ այդ ԿՊԱ-կանի հանդեպ ինքը հարգանք ունի։ Եկեղեցում շատ են այդպիսիները, ովքեր ԿՊԱ-կանների նկատմամբ հարգանք։ Խնդրում եմ դա որպես սարկազմ ընկալեք։ Իսկ եկեղեցու օրակարգում էլ չկա վեհապարի փոփոխության, նոր կաթողիկոսի ընտրության։ Հիմա ես պետք է պատասխանեմ այդ հարցին։ Իհարկե չկա։ Իրենք են այդ հարցը ձեզ ուղղում իրենց գրառումներով։ Իրենք նման պահանջ են ձևակերպում մեր օրակարգում, եթե կա ամենայն հայոց կաթողիկոս գործող, նման պահանջ չի կարող լինել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրել, ցանկանում էին վեհապարին փոխել, բայց կարծես ժողովուրդը չհավաքվեց։ Ինքը քաստինգներ կարող է կազմակերպել, բայց բոլորովին այլ ոլորտում։
Սրբազան հայրամեն համար մտահոգիչ չէ, արդյոք այս ամենի Պապ Թագավորի հետ համեմատությունները մտահոգիչ չեն այս համատեքստում եւ ֆիզիկական վտանգ։ Անցյալ օրը ես մի հաղորդում էի դիտում, շատ հետաքրքիր դիտարկում եղավ, ասացին, որ պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Պապ Թագավորը ինչով ավարտեց։ Կարծում եմ, Պապ Թագավորի հետ համեմատության մեջ գտնվել փափագող անձինք, նաև այդ ասպեկտով պետք է նայեն այդ կերպարին։ Ֆիզիկական վտանգ տեսնում եք։ Ինչպես։ Ֆիզիկական վտանգ տեսնում եք։ Ինչի նկատմամբ նկատմամբ։ Իշխանություններից եկող։ Ձեզ ասեմ, ես որևէ առումով, որևէ սահմանափակում չեմ տեսնում իշխանությունների գործողությունների մեջ, հաշվի առնելով իրենց սանձարձակությունը, բայց ամեն դեպքում Հավատում եք, որ նույնիսկ սանձարձակ գործողություններ կարելի։ ես որևէ բան չեմ բացառում, ու դատելով իրենց նախընթաց գործողությունների տրամաբանությունից, բայց անկեղծ ասած դա առանձնապես ոչ խոճապ, ոչ վախ չի առաջացնում, որովհետև մենք ամեն ինչ էլ տեսել ենք, պատրաստ ենք։ Այս ընթացքում դուք քննարկումներ Ինչը կիսատ թողեցի։ Հենց դա է հարցում։ Եպիսկոպոսած դասով քննարկումներ ծավալել եք Փաշինյանի այսպես պլանավորած հարձակումների մասով եւ ինքը եկեղեցին իր համար քայլերի հաջորդականություն որոշել է, թե ոչ։ Ինչ-որ անելիք ունի, թե պարզապես լուր նստել է եւ սպասի իրադարձությունների զարգացումներին։ Սյուզրի ջան, մենք քննարկումներ ունենում ենք, բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումների կամ այդ քննարկումների արդյունքների կամ մեր պլանավորումների մասին կարիքը կա, որ ես հանրայնորեն հնչեցնեմ։ Մենք հետևում ենք իրադարձություններին, իհարկե, պատրաստ ենք, որոշ ծրագրեր, որոշ մտադրություններ, մտածումներ ունենք, կարող եմ վստահաբար ասել, որ բոլոր հնարավոր սցենարների համար մենք ունենք լուծումներ։ Ընդգծված է վեհապար հայրը, թե ոչ։ Ոչ։ Պատասխանեցի։ Եվ մտավորականները գիտեմ, որ նաև ձեզ դիմել են, որովհետև իրենք ինչ-որ նախաձեռնություններ ունեն։ Մենք հավատանք, որ մտավորականությունը ոտքի կկանգնի եւ կպաշտպանի հայ առաքելական եկեղեցին։ Մտավորական ասվածը շատ առազգական հասկացություն է, բայց իհարկե կան բազմաթիվ անձինք, ովքեր իրենց գործի, հայրենիքի եկեղեցու նվիրյալն են եւ պատրաստ են։ Իսկ ազգային անվտանգության ծառայությունը այս ընթացքում թեկուզ աննկատ փորձում է հսկողություն իրականացնել մայր տաճարում, թե ոչ։ Հաշվի առնելով նաև տասը նախադեպը տասը։ Հաշվի առնելով ձեր դիտարկումը, որ աննկատ, ես չեմ նկատել։ Սրբազան ներողություն եք հարցերս շատ դեպքերում եկեղեցին չի պատասխանում իշխանական թևի գրառումներին, ինչու։ Եվ կարող է արդյոք դա ազդակ հանդիսանալ, որպես իշխանական թևը ավելի ինտենսիվ գրառումներ։ Գիտեք, մենք չենք կարող բռնցքամարտի սրահի վերածել եւ այսպես հրմշտոց դարձնել այդ բանավեճը։ Իրենք որ հարցերին իշխանության բարձրացում գրառում են գրառում անում եւ մենք որպես ծրագրով պիտի հարցնենք դա։ դա ինչի մասն էր, մեր աղջիկը ասացի։ Հա։ Ջեր թույլ չտվեցիք պատասխանեմ։ Հա։ Չունեք իրար հետ։ Բան չի խանգարեց։ Ահա։ Ինչ պետք է ասեի, միտքս ընդհատ։ Ինչու եկեղեցին չի արձագանքում հաճախ իշխանության գրառումներին եւ կարող է դա ազդակ։ Գիտեք, այն ինտենսիվությամբ, այն խանդավառությամբ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ստատուսներ են գրում, ես ձեզ անկեղծ ասեմ, ոչ ժամանակը, ոչ էլ զբաղվածությունը թույլ չի տա, որ մենք ամբողջապես նվիրվենք այդ գործին։ Եվ եթե մենք ստիպված լինենք բոլոր տեսակի անհայթություններին արձագանքել, ցավում եմ, մենք ուրիշ ոչնչով չպետք է կարողանանք զբաղվել։ Եվ եթե մենք գիտեք ինչ ճշմարտությունը տեսնում ենք հաճախախոսության մեջ, շաղակրատանքի մեջ, ապա մենք դե խնդրեմ ունենք։ Եթե մեկը շաղակրատում է, չի նշանակում դակավին ճշմարտությունն է խոսում։ Եվ ես չեմ կարծում, որ մենք կարիք ունենք սեփական ճշմարտացիությունը հաստատելու համար, ուղղակի տրվենք զազրախոսությանը։ Դրա համար էլ քիչ են գրում։ Սպասում էին, որ եկեղեցին կբանադրի Փաշինյանին, երբ բավական մեծ էր մեղմ էր արձագանքը։ Դուք ուզում եք որ բանադրի։ Ես դիրքորոշում եմ ուզում ձեր։ Իսկ դուք ուզում եք։ Անկեղծ ասած այո։ Իսկ մի բան է։ Այդ հարցը եւս կնարգվի։ Սրբազան մի հարց է։ Դուք ասացիք ձեր կարծիքով ինչու է լռում այս 3 օրը, ինչ է։ Ով։ Նիկոլ Փաշինյանը գրառումները ինչով է պայմանավորված, արդյոք
տարածաշրջանային խնդիրներն են, թե ինչ որ մարտավոց։ Եթե փորձեք Ես իր հոգեբանը չեմ, չգիտեմ, պետք է մարդ փնտրեք, իրենից իրազեկված աղբյուր գտնեք, իրենից հարցնեք։